Նա լեզուն ուսումնասիրում էր որպես մտածողության եւ ինքնության արտահայտում։ Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի 100 տարին լրացավ։ Նրա անունը ժամանակակից հայ լեզվաբանության ակունքներում է։ Արցախի Տումի գյուղում է ծնվել, մասնակցել հայրենական մեծ պատերազմին, իսկ հետո ամբողջ կյանքը նվիրել լեզվին ու կրթությանը։ 1996-ին էլ դարձել է ակադեմիկոս եւ հանձնառու եղել գիտելիքն ու պատմությունը սերունդներին փոխանցել։ Ինքը հայոց լեզվի իսկական պահապանն էր, նվիրալ, շատ զարգացած։ Նրա դասագրքերը չեն հնացել, նրա դասագրքերով կարելի է 200 տարի հետո էլ։ Նրա գրքերը մինչև օրս լեզվի ուսումնասիրության եւ ուսուցման հիմք են։ Աբրահամյանի տեսական թեզերը գործընկերների խոսքով դասագրքերի, համալսարանական ծրագրերի, նույնիսկ լեզվաքաղաքականության առաջնորդներ են եղել։ Նա մեծ գիտնական էր։ Բավական է ասել, որ 90-ականներին, երբ Արցախը բլոկադայի մեջ էր, տարեց մարդը նաեւ հաշմանդամ պատերազմը։ Ինքը անձամբ ուղղաթիռներ էր բարձում եւ տանում էր իր հայրենի գյուղը։ Հայրենի Տումի գյուղի դպրոցն իր անունով էր կոչվել։ Նա իր գործունեությամբ վեր է բարձրացել ոչ միայն որպես լեզվաբան, այլև որպես ազգային արժեքների կրող ու կրթության նվիրյալ, ասում են գործընկերները։ Նրա ասպիրանտները առ այսօր հիշում են այնպիսի այսպես ոգեղեն մոտեցումը սերունդներ պատրաստելու գործընթացին, որը անխզելիորեն որպես մեթոդաբանական ռեսուրս կդրվեր այսօրվա մանկավարժական գործունեությունը ուսուցանող մասնագետների համար։ Նրան բնորոշ էր լայնախոհությունը։ Նա երևույթները դիտարկելիս չէր սահմանափակվում կանոնների մեջ, եղած կանոններով եւ անպայման հաշվի էր առնում լեզու խոսք միասնությունը, լեզվական իրադրությունը։ Կուզենայի ընդգծել նրա խոշոր ավանդը երկու այլ բնագավառներում եւս։ Առաջինը տերմինաբանությունն է։ 1962-ից նա հանդիսացել է կառավարության առընթեր տերմինաբանական կոմիտեի անդամ, իսկ 92-ից հայերենի բարձրագույն խորհրդի անդամ։ Նա դասավանդեց, ստեղծեց, ներշնչեց, եւ այսօր Աբրահամյանի թողած ժառանգությունը խոսում է ավելի բարձր, քան երբևէ։ Գործընկերները նրա հետ աշխատելը պատիվ են համարել։ Այսօր հարազատներն են հպարտանում։ Դուստրը ընթերցեց հոր կաթված ստանալուց առաջ թողած նամակը։ Աղջիկը զարմանում է, որ գրառման վրա հայրը ամսաթիվ է թողել։ Նախկինում գրեթե չի եղել նման բան։ Դստեր խոսքով հնարավոր է զգացել է, որ դա վերջն է։ Ես աշխատում եմ եւ լսում երաժշտություն ռադիոյով։ Մեկ էլ լսեցի երգի խոսքի մեջ այսպիսի արտահայտություն. Եղած չեղածը մի կյանք, բայց հազար ու մի հոգսուցավ։ Երգի վերնագիրը չասացին, այդ արտահայտությունը ինձ վրա թողեց շատ ուժեղ տպավորություն։ Եղած չեղածը մի կյանք։ Արդյոք հայրիկիս մոտ մոտալուտ վերջի նախազգացում էր դա։ Եղած չեղածը գուցե մի կյանք է, բայց հայրս այդ կյանքն ապրեց արժանապատվորեն, ընդգծում է տիկին Անահիտը։ Ապրեց այնպես, որ հեռանալուց 2 տասնամյակ անց այսօր շուքով, հանդիսավորությամբ, անկեղծ ջերմությամբ ու սիրով են նշում ակադեմիկոսի 100-ամյակը։ Սիլվի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։